Կան պատգամավորներ, որոնք նույնիսկ դատական հայցերում պարտվել են նույն լրագրողների հետ, բայց ինչ ներողություն չեն խնդրել։ Հա, ճիշտ ասում։ Օրինակ Ռուստամ Բաքոյանը ինձնից պարտվել է, բայց ներողություն չի խնդրել։ Արթուր Հովանեսյանը պարտվել է, բայց ներողություն չի խնդրել։ Պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ այն ժամանակ առողջապահության նախարար էր, դոկտոր պրոֆեսոր Արա Մինասյանից պարտվեց, ոչ միայն ներողություն չխնդրեց Պետրոս, այլև հրապարակային հայտարարեց, որ ինքը դատարանի որոշումը չի կատարելու։ Այդպես պատգամավորներ, որոնք դատարանի որոշումներով անգամ իրենց խուլիգանական պահվածքի համար ներողություն չեն խնդրում։ Հիմա էլ ասում ախպեր, ինչ-որ ճշմարտություն կա իր ասածում։ Հիմա ասում ախպեր, ինձ ինչ եք ուզում, սաղս է խուլիգան ենք։ Ամբողջ խմբակցությունով սաղս է չափն անցած անդաստիրակ խուլիգան պես ապրանք ենք։ Հիմա եթե դրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, ես էլ չի պետք է պատասխանատվության ենթարկվեմ։ Ճիշտ է ասում։ Դրա համար այսպես մնացել է։ Ու տենց է կմնա, մինչև ուրիշ ձևով մենք իրանց կհեռացնենք եւ ինչպես ասեցինք, բերման կենթարկենք դատար